Բարև ձեզ, Լորի հեռուստաընկերության եթերում իրողությունն է։ Ազգային ժողովի ընտրությունները մոտենում են։ Նախընտրական քարոզարշավը թեև պաշտոնապես չի մեկնարկել, սակայն ոչ պաշտոնապես այն վաղուց ընթացքի մեջ է։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մի շարք կուսակցություններ, այդ թվում է նաև Բոլորին դեմ եմ կուսակցությունը, որի ներկայացուցիչ ճանաչված բժիշկ Հայկ Մանասյանին այսօր հյուրընկալել ենք։ Բարև ձեզ, պարոն Մանասյան։ Բարև ձեզ։ Բոլորին դեմ եմ։ Որն է ձեր հիմնական գաղափարախոսությունը, ինչին եք դեմ, ինչին եք հակադրվում, որ խնդիրներին եք հակադրվում առհասարակ։ Բոլորին դեմ եմ նախագիծը կամ շարժումը նախաձեռնվել է այն հիմքով, որ բոլորին դեմ լինող անձանց քվեն արտահայտվի ընտրություններում։ Այսինքն 19 օրինակ հիմա կուսակցություն ագրանցվել, 17 կուսակցություն, 2 դաշինք, որոնցից մեկը բոլորին դեմ եմ կուսակցությունն է։ Եվ եթե մարդիկ այս բոլորին դեմ են, տանը նստում են եւ ընտրության չեն գնում։ Արդյունքում նրանց քվեները ավտոմատ կերպով անցնում է այն մարդկանց, ում իրենք չէին ուզում, որ քվեարկեին։ Առաջի հերթին իշխանություններին կամ ով որ ամենաշատ ձայներն ա, հետո մնացած։ Այսինքն ստացվում է, որ բոլորին դեմ եմ քաղաքացիները, չմասնակցելով ընտրություններին, ավտոմատ կերպով իրենց ձայները տալիս են մյուսներին։ Բոլորին դեմ եմ նախագիծը ստեղծել է մի գործիք, որով մարդիկ, ովքեր բոլորին դեմ են, տանը նստելու փոխարեն կարող են գալ ընտրատեղամաս, քվեարկեն բոլորին դեմ եմ, այսպիսով արտահայտելով իրենց քաղաքական դիրքորոշումը, պլյուս նպաստելով, որպեսզի իրական թվերին հնարավորինս մոտ կամ իրական թվերն Երևան այն ուժերի, ովքեր ընտրապայքարի մեջ են, ոչ թե ավտոմատ կերպով իրանց անցած ընտրություններից հրաժարված չմասնակցած քաղաքացիների քվեները ներկայացնեն իբրև լեգիտիմության հիմք, որովհետև մենք ինչ ենք տենում, ասում ենք, մենք լեգիտիմ ընտրված իշխանություն ենք, որ հաշվում ես, ասենք 25%, 24% ժողովրդի շրջանում կողմնակից ունի մարդը, բայց ասում են լեգիտիմ ընտրված իշխանություն է։ 1/4-ն է ընտրողների նրան, հիմիկվա իշխանությունների օրինակ, 1/4-ն է նրանց համակրում, քվեարկում նրանց օգտին, սոցիալական հարցումներին ձայն տալիս նրանց, բայց համարվում է, որ իրանք ամբողջ երկրի ներկայացնող իշխանություն են։ Ահա բոլորին դեմ եմ, մարդկանց ասում է ժողովուրդ տանը նստելով դուք թույլ եք տալիս, որ 25%-անոց ուժը որպես 50%-անոց ուժ հանդես գա, 30%-անոց ուժը 60%-անոց ուժ հանդես գա։ Եկեք տանը մի նստեք, եկեք ընտրությունների, եթե բոլորին նախընտրեք ում ուզում եք, եթե բոլորին դեմ եք, ընտրեք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, մենք այդ քվեները տուն չենք տանելու, մենք այդ քվեներով պարլամենտում չենք մնալու, լավագույն դեպքում, եթե իշխանություն ենք կազմում 100 օր հետո նոր ընտրություններ ենք սահմանում, ավելի ներառական եւ ավելի արդար հիմքերով, վատագույն դեպքում մանդատները դնում ենք եւ դուրս են գալիս, այսինքն հավատարիմ ենք մնում այն սկզբունքին, որ մարդիկ ոչ թե բոլորին դեմ էին բացի մեզանից, այլ իրոք բոլորին դեմ են։ Եվ մենք հավատարիմ ենք մնում իրանց ճաշակին, իրանց քվեին, մանդատները դնում դուրս են գալիս, եթե իշխանություն չեն կազմում։ Այսինքն, եթե բնութագրենք մեկ նախադասությամբ, այսպես ասեմ, ովքեր են ձեր ընտրողները, ում համար է այս կուսակցությունը, այսինքն բոլորին դեմ են։ Հա, քիչ մարդ կա, որ բոլորին դեմ է։ Իսկ բոլորին դեմ եմ ինքը գաղափարական շարժում է, թե քաղաքական կուսակցություն։ Ինքը բոլորին դեմ եմ կուսակցություն է, ինքնալուծարվող, այս ընտրությունների համար է ստեղծված։ Միմիայն այս ընտրությունների համար։ Եվ հիմքում ասացի այնա, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր բոլորին դեմ են։ Դա էլ է քաղաքական դիրքորոշում։ Ոչ թե այդ մարդիկ չեն հասկանում, ենթադրենք, ում ընտրեն։ Այդ մարդիկ շատ լավ հասկանում են, որ ոչ մեկի ընտրելու բան չեն, այսպես ասած։ Ահա այդ մարդիկ, որոնք վստահ համոզված ճանաչում են ուժերին կամ որ ավելի վատ չեն ճանաչում, ասում են, ընկեր, մեկը չկա, որին ես ձայն տամ, որին ընտրեմ ինձ իշխանություն։ Ահա այդ մարդկանց քաղաքական դիրքորոշումը հայտնելու համար եւ նրանց այդ пассивությունը ուրեմն пассивությունից հանելու եւ ընտրատեղամաս հրավիրելու համար ստեղծվել է բոլորին դեմ եմ շարժումը։ Հիմա, հեսա հուսամ ամսի 3-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհաստատի վերջապես լինելու է բոլորին դեմ եմ քվեաթերթիկ։ Մինչև 2005 թվականը եղել է բոլորին դեմ եմ քվեաթերթիկ։ Հետագայում այդ քվեաթերթիկը հանվել է։ Հիմա
այս անգամ մենք ներկայացնելու ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, որը մեզ տալու է առավելագույնը 100 օրվա իշխանություն, նվազագույնը այդ քվեների արտահայտությունը պարլամենտում։ Այդքան է։ Եթե բոլորին դեմ եք, ապա ում եք կողմ կամ ինչին եք կողմ։ Տեսեք, մենք կողմ ենք, որ քաղաքական դաշտը չլինի այս աստիճան ծաղր ու ծանակի վերածած։ Մենք կողմ ենք, որ օլիգարխները իրենց միլիարդներով կամ իշխանություններն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսով չձևակերպեն իրանց ուզած ընդդիմադիր դաշտը, իրանց ուզած իշխանական դաշտը, մենք կողմ ենք, որ մամուլը լինի անաչառ, հավասարապես լուսաբանող բոլոր ուժերին, հա, ոչ թե, ասենք, ՀՄԷԿ-ի ստատիստիկան, որ արված է, հանրային հեռուստատեսության ստատիստիկան, որ արված է, կեսից ավելը դրանք ՔՊ-ի ներկայացուցիչներն են եղել, այնտեղ մի 25%-ը հրավիրված Պետրոսի հյուրերի, այդ եմ ասում։ Պետրոսը հանրային հեռուստատեսությամբ հյուրեր է կանչում, որոնք ինքը աշխատավարձ է ստանում եւ հանրային հեռուստատեսությունը ապրում է մեր տված հարկերով։ Այսինքն դա հանրությանն է պատկանում եւ պետք է հանրության բոլոր շերտերին ներկայացնի։ Մասնավոր ալիք չի։ Հիմա 50%-ից ավել հրավիրում է իշխանական ուժերին, հյուրերին, մի 25% հրավիրում է իշխանությանը հարող, ոչ պաշտոնապես, բայց այս նեղ օրը իշխանությանը հարող ուժերին, այն մի 25%-ի մեջ էլ այնպիսի մարդիկ են, եթե նույնիսկ ընդդիմադիր դաշտից են, այնպիսի մարդիկ են, որոնց ֆոնին իշխանությունը ավելի լավն է երևում, ավելի այսպես շահեկան դիրքերում է գտնվում, այսինքն վարկաբեկված մարդկանց։ Ահա, այս տեսակ, հիմնականում, հա, այսպես ընդհանուր գծերով, սրան մենք դեմ ենք։ Սենց 5 տարի ձևավորվել է քաղաքական ճաշակ ժողովրդի շրջանում, 5 տարի մարդիկ ինչ որ դեմքերի են ճանաչում, իրենք գիտեն թե ահա, տես ինչ լավ դեմք է։ Լավ դեմք է, որովհետև ՀՄԿ-ը իրան ցույց է տվել։ Եվ շատ մարդիկ հատկապես մարզերում ճանաչում, որովհետև ՀՄԿ-ով տեսել են։ Այնպես չի, որ մարդը այնպիսի մի սխրանք է գործել, այնպիսի մի հոյակապ բան արել, կամ իր կյանքում այնպիսի արդյունավետ է իր մասնագիտության մեջ այնքան մեծ գործեր արել, որ մարզերում ենթադրենք իրան գիտեն, օրինակ։ Բայց մարզերում հատկապես ժողովուրդը կամ քաղաքում որոշակի տարիքից սկսած ժողովուրդը հենց ՀՄԿ-ով է պատկերացում կազմում, թե ինչա կատարվում երկրում, ովքեր են երկրում։ Այդ ամեն ինչին մենք դեմ ենք եւ մենք կողմ ենք դրա նորմալ տեսակին, դրա ավելի արդար տեսակին։ Սրան ենք կողմ։ Եվ քանի որ 18-19 կուսակցություն որևիցե մեկը այդ արդարությունը չի պահում, որևիցե մեկ այդ սկզբունքայնությունը չի պահում, մենք այդ բոլորին դեմ ենք ու հասկանում ենք այն քաղաքացուն, որ մեր հետ միասին բոլորին դեմ է։ Եվ ասում ենք, արի ձայնդ տուր, մի նստի տանը։ Լավ, չեք կարծում, որ բոլորին դեմ եմ օրակարգը երկար կյանք ունենալ չի կարող, եթե առաջարկներ չկան։ Ճիշտ եք ասում, որովհետև դա մի ընտրության համար ստեղծված, մի ընտրության համար է ստեղծված։ Ես բոլորին դեմ եմ կուսակցության անդամ չեմ, բոլորին դեմ եմ միացել ենք հիմնադիր ազատակարգ կուսակցության խմբով, այսպես ասած, մեր խմբով։ Եթե ես հիմա խոսեմ այդ երկար ու մեծ օրակարգը, ես համոզված եմ, մի զգալի մասը մեր լսարանի ուղղակի առաջի անգամ կլսի բառեր, ու իրանք կթվա թե էս ինչ որ ուտոպիայից խոսակցություն է։ Այսինքն այնպես չի, եկեք ազնիվ լինենք, էլի, այնպես չի, որ ժողովուրդը անգամ այդ ժողովրդից դուրս եկած այսպես կոչված էլիտաները պատրաստ են այդ երկարաժամկետ ու ֆունդամենտալ թեմաներով խոսակցությանը։ Ոչ, պատրաստ չեն։ Մեր հանրության եւ մեր քաղաքական ուժերի հիմնական օրակարգը արտաքին հովանավորների փնտրտուքի մեջ է, ամեն մեկը իր ընտրած արտաքին հովանավորը հակադրում է այն մյուսի արտաքին հովանավորին, սա է հիմնական օրակարգը։ Անվտանգային հարցերն է հիմնական քննարկելիքը, մարդիկ կասեն, որ անվտանգությունը կարևոր է, բայց անվտանգությունը մանանայի պես օդից չի իջնում, այսինքն դա ածանցիալ է, անվտանգությունը որոշակի ներքին ամրության, կառուցակարգերի, պատրաստակամության, շարժի, բարոյահոգեբանական վիճակի արտահայտությունն է օրինակ սահմանին։ Անվտանգությունը դա հենց այնպես չի լինում, որ ամբողջ երկիրը լինի փտած, բայց անվտանգ։ Փտած պոպոկի օրինակն է, էլի, միայն կճեպով դատ չեն դատում ընկույզի մասին։ Ընկույզը առողջ է, լիարժեք է, սննդարար թե չէ, կճեպով չեն դատում, մեջինով են դատում։ Ահա,
մեզ մոտ ներսի միջուկի մասին խոսակցություն գրեթե չկա։ Այսինքն եթե մենք ազնիվ գտնվելով 100 օրվա ծրագիր ենք ասում ամենաշատը, հա, որովհետև իրոք հենց այս ընտրությունների համար ենք եկել, համախմբվել ենք այս ընտրությունների, այսպես ասած, փորձությունը հաղթահարելու համար։ Առհասարակ մեր պլանները 5, 10, 15 տարվա երկարաժամկետ պլաններ ունենք։ Մենք օրինակ ընկերներով, ոչ բոլորին դեպի շրջանակներում, ունենք սահմանադրության նախագիծ Իդեպ սահմանադրության նախագիծ ու հրապարակված հիմնադիր ԿՏԵՄ կայքում կա սահմանադրության նախագիծ։ Ավելի ֆունդամենտալ բան եք ուզում քննարկենք։ Օրինակ հարմար կգտնենք, վերցնենք ու սահմանադրության նախագիծ քննարկենք։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ իշխանությունները, որ խոստացել էին արդարադատության նախարարի բերանով, խոստացել էին մարտ ամսին հրապարակել իրանց սահմանադրության նախագիծը, մինչև այսօր հրապարակված չի։ Այսինքն ուզում եմ, ինչ եմ ուզում ասել, մենք երկարաժամկետ պրոցեսների, գործընթացների մասին, այսպես թե այնպես հասկանում ենք, տեղեկացված ենք ու լրջագույն ծրագրային դրույթներով առաջարկներ ունենք, բայց բոլորին դեմեմը վերաբերվում է առաջիկա ընտրությունների եւ միայն մեր մնացած ամբողջ ծրագիրը դուք միշտ կարող եք ծանոթանալ, հատկապես դրա մասին առավել բարձր մենք կխոսենք, ավելի շատ կներկայացնենք ընտրություններից հետո։ Լավ, եթե ձեր նշած ֆունդամենտալ ծրագրերի մասին չխոսենք, այ առաջին 3 քայլերը, որոնք են, երբ ոտք դնեք խորհրդարան ոտք դնելու հնարավորություն ունենաք։ Տեսեք, բոլորին դեմեմը առաջի 3 քայլ, ոչ թե առաջին, այլ ընդհանուր 3 քայլ ունի անելու, դրանցից մեկը 4% անցողիկ շեմը 1%-ի իջացնելն է, սա մեկ, երկրորդը բոլորին դեմ եմ քվեաթերթիկը այսուհետ մտցնելն է ընտրությունների ժամանակ, որպեսզի մարդիկ գան քվեարկելուց հնարավորություն ունենան քվեարկելու նաև բոլորին դեմ։ Այդպիսի քվեաթերթիկ լինի։ Հիմա մեր կուսակցության անունով այդ, այսինքն այն կուսակցության, որի շրջանակներում մենք մասնակցում ենք ընտրություններին։ Հիմա բոլորին դեմ եմ կուսակցության անունով է այդ քվեաթերթիկը, բայց մենք ուզում ենք, որ դա լինի հենց այդպես առանձին վերցված քվեաթերթիկ։ Սա երկրորդ կետն է եւ երրորդը կայուն մեծամասնության չեղարկումը, ինչը ստիպողաբար ընտրված քայլ է կառավարություն ձևավորելու համար, որպեսզի մի ուժ կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել, այսինքն կայուն մեծ, եթե նույնիսկ այդ ուժը չի հավաքել 50+1 ձայն, այնուամենայնիվ մեր սահմանադրությունը հնարավորություն է տալիս 40%, 30% կապ չունի։ Մյուսների համեմատ ավել ձայն հավաքած ուժին ընտրությունների երկրորդ փուլ կազմակերպելով, այսինքն ես հիմա մենք սենց անում ենք, չէ՞, ընտրություններ։ Հիմա մեր սահմանադրությամբ, եթե այս ընտրությունների արդյունքում վարչապետ չընտրվեց, 1 ամիս հետո լինելու է նորից ընտրություն, ամբողջ երկրով մեկ, բայց արդեն ոչ թե բոլոր կուսակցությունների մեջ, այլ երկու ուժի միջև լինելու է ընտրություն։ Ահա այս դրույթը կայուն մեծամասնության պետքա փոխվի։ Ես 3 կետերն եմ բոլորին դեմ եմ ծրագիրը եւ այսքան կարճ կոնկրետ է, որպեսզի հնարավորինս իրար հետ տարաձայնություններ ունեցող ուժեր կարողանան համախմբվել մի դրոշի տակ, այսպես ասած, այս ընտրություններին մասնակցելու համար, կարճաժամկետ խնդիր լուծելով։ Այ եթե մի փոքր այնուամենայնիվ մանրամասնենք, սոցիալական, տնտեսական, առողջապահական ոլորտներում ինչպիսի հիմնարար լուծումներ եք առաջարկում։ 100 օրվա ընթացքում մեծ հիմնարար փոփոխություններ սոցիալական, առողջական եւ այլ ոլորտներում հնարավոր չի անել, կամ եթե նույնիսկ հնարավոր է անել, դա չես կարող միայն այսպես հրամանը ստորագրես, հետո գործը իրան լինի։ Հրամանը ստորագրելուց հետո պետք է հետևես տարիներ շարունակ, որ այդ գործը տեղ հասնի, հա, գործը իրականություն դառնա։ Սա մենք 100 օրվա ծրագիր ունի բոլորին դեմ եմ, ժամանակավոր իշխանություն է ուզում։ Սա նշանակում է, որ ինքը չի կարող որևիցե երկարաժամկետ ծրագիր առաջ քաշել։ Բայց ինչ է ասում բոլորին դեմ եմ։ Բոլորին դեմ եմ ասում է, ձեր ցանկացած ծրագիր սուտ է, ընդհանրապես դատարկ փուլ չխոստում է, եթե ընտրական համակարգը անարդար է, կողմնակալ է, այնպիսի բարիերներ է դրած, որ ոչ թե խելացի մարդիկ անցնեն, այլ հարուստ մարդիկ անցնեն, ոչ թե խելացի սկզբունքային մարդիկ անցնեն, այլ իշխանությանը հաճոյացող անսկզբունքայիններն անցնեն։ Այդպիսին է ընտրական համակարգը։ Բոլորին դեմ եմ ասում է, ուզում ես հեքիաթ պատմեմ առողջապահության մասին, կարող եմ, լինում է, չի լինում, այսպես, բայց այնպես ինչպես շատ ուժեր պատմում են։ Ես բժիշկ եմ,
Ես առողջապահության մասին այնպես ծրագիր կպատմեմ առանց հեքիաթի։ Քաղցկեղն առաջին հերթին կարակ պոյսկ տակ, փնտրեք ինտերնետում քաղցկեղն առաջին հերթին խոսք է գնում համընդհանուր առողջապահական համակարգի փուլ առ փուլ եւ ոլորտ առ ոլորտ հիմնելու մասին։ Եթե երկու բառով ասեմ, տեսեք մեր մոտ հիմա որպեսզի պատկերացնենք, էլի ինչ աստիճան պատկերացումներ ունենք առհասարակ։ Մեզ մոտ հիմա օրինակ ապահովագրում էին սոցփաթեթեր, չէ՞։ Ենթադրենք բյուջետային աշխատողներին։ Հիմա էլ 65 տարին լրացածներին ենթադրենք։ Այսինքն որոշակի տարիքային շերտ, ոտքից գլուխ ապահովում են, ապահովագրում են։ Այն դեպքում, որ մեր բժշկությունը այսպես համատարած այնքան էլ լավ չի աշխատում։ Չկա որակի վերահսկողություն եւ չկա ծախսարդյունավետության հսկողություն։ Այսինքն նախ չգիտես այդ փողը որ ծախսում ես տեղին է, թե ծախսվում թե չէ, եւ երկրորդ չգիտես այդ ծախսած փողի դիմաց արդյունք ստացվում է թե չէ։ Այս երկուսը չկա, բայց հազար ներողություն գյուր փողեր է ծախսվում առողջապահության վրա։ Հիմա նայեք, ինչ էինք վաղուց տարիներ շարունակ ինչ եմ առաջարկել։ Եկեք վերցնենք մի ոլորտ, օրինակ օնկոլոգիա, հա, ուռուցքաբանությունը։ Ոչ թե տարիքային խումբ, այլ դիագնոզ, ոլորտ։ Ուռուցքաբանությունը ապահովագրում ենք ամբողջ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար։ Ում մոտ ուռուցքների հետ կապված խնդիր կա, ինչու որտեղ ուռուցքային բավականին ծանր բեռ է, դա բավականին ծանր բեռ է, եթե մեկին կույրաղիքն են վիրահատում, թեև դա շատ կարևոր է ու ինստինկտիվ պետպատվերի տակ է, կույրաղիքի բորբոքումը սուր։ Եթե կույրաղիք են վիրահատում կամ չգիտեմ, մի քրոնիկ հիվանդություն, օրինակ բրոնխիալ ասթմա, մարդիկ այնպես չի որ ամբողջ գերդաստանը, ընկերները եւ այլ դրա հետ կապված արդեն վշտի մեջ են։ Բայց երիկա մեկի մոտ ուռուցք են ախտորոշում, արդեն իր ամբողջ ընտանիքը, գերդաստանը, ընկերները, շրջապատը ստրես են ապրում։ Շատ դեպքերում պացիենտները մեզ մոտ են գալիս այն հիմքով ես խոսում ես զգում ես որ լուրջ հիվանդություն չկա էլի պատմածի տակ ասում ես ինչ ես եկել եկե պատմում որ հարազատի մոտ էսպիսի դեպք ա եղել իր մոտ վախ է սկսել ու ինքը այդ վախից դրդված եկել է որ ստուգվի այսինքն դա լուրջ սոցիալական եւ առողջապահական բեռ է հիմա այդ բեռը վերցնում ենք առաջինը խասերը ոտքից գլուխ ոչ թե այ գիտես որ դու 64 տարեկան ես չէ այ գնա վճարի այ որ 65 ես հա դու արի քեզ արդեն մենք կփոխհատուցենք դա ինչ չի ձևը Եթե մենք ոլորտ առ ոլորտ անենք, փուլ առ փուլ, կվերես ու այս դեպքում դու ամբողջ, ասենք, օրինակ ուռուցքաբանական մի մայրաքաղաքային կենտրոն կա եւ մի քանի կլինիկաներ, որոնք դրանով զբաղվում են։ Եթե ոտքից գլուխ քիմիայով, ճառագայթով, վիրահատությամբ լրիվ դու փոխհատուցես, ամեն պոլիկլինիկայում էլ մի մասնագետ ունենաս, որ հետևում են այդ պացիենտներին, համ որակը կվերահսկես Համ ծախսարդյունավետությունը կվերահսկես, համ էլ այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիա եւ համակարգչային ռեսուրսների հնարավորություններով արհեստական բանականություն եւ ոչ միայն դու դրա բացառիկ գիտելիքահեն, գիտականահեն, ապացուցահեն սկզբունքը կապահովես, որ աշխարհի լավագույն այն փորձը օգտագործվի այդ ոլորտում։ Այսօր նաև լուրջ խնդիր է սրտանոթային համակարգի խնդիրը, հոգեկան առողջությունը պատերազմից հետո Եթե 1-2 տարվա ընթացքում օրինակ օնկոլոգիայի հարցը լուծում ես, մյուս ոլորտը կարաս վերցնես սիրտանոթայինը, թեև սիրտանոթային մի շարք բաներ ավտոմատ պետպատվերի տակ են։ Այսինքն օրինակ, չէ, ինֆարկտի ստենտավորում, ինֆարկտի ժամանակ դա ավտոմատ պետպատվերի տակ է, սերտենենց դա փոխհատուցվում է։ Ապահովագրության համակարգը ոլորտ առ ոլորտ, 2 տարի հետո սիրտանոթային ես, 2 տարվա ընթացքում դա էլ ես գործարկում հունի մեջ գցում։ Մի ուրիշ ոլորտ ես վերցնում։ Այսինքն ամենածանր հիվանդությունները սկսում ես ապահովագրել ժողովրդի համար, բոլորի համար, անխտիր բոլորի համար։ Այսինքն կարող ենք ասել, պետության դերը դուք տեսնում եք ավելի շատ վերահսկողական մեխանիզմով, թե ազատ շուկա։ Շատ չի փոխվում։ Այն ինչ հիմա անում են, համարյա այդ նույն բանն է լինում։ Տարբերությունը արդյունավետության եւ ծախս արդյունավետության եւ որակի վերահսկողության մեջ է։ Տարբերությունը դա է։ Տարբերությունն այն է, որ ոչ թե միանգամից ամբողջ հանրապետության բոլոր պոլիկլինիկաների, բոլոր բժիշկների, բոլոր գործերը դու փոխհատուցում ես, դու ասում ես մի րոպե, ես կփոխհատուցեմ միայն որակյալ գործը։ Ես կփոխհատուցեմ միայն այն դեպքը, որը գիտելիքի ապացուցված բժշկության վրա է հիմնված, դրա նշանակումը, թե անալիզը, թե բուժումը։ Միայն այն վիրահատությունը, որը ցուցված էր այդ մարդին, այն մնացած անverջ ծախսերը, որոնք հեշտ է գրել, ինչ է, թուղթու գրի չէ, էլի, վերցնում ես 100,000-ի անալիզ գրի։ Մեկը փոխհատուցում են։ Հա բայց ով է տեր կանգնում, այդ 100,000-ին պետք է, թե կարող է 50,000-ի, կամ միգուցե 5,000-ի անալիզ էր պետք։ Կամ միգուցե սկզբում մի հատ դեղ էր պետք, տես լինում է, որ բուժումը ինքը հանդիսանում է նաև դիագնոզ։
Մի խոսքով ուզում եմ, եթե խոսենք, ես ինքս բժիշկ եմ, առողջապահության այս ծրագիր կարամ ներկայացնեմ, ասենք, եթե մի ժամանակ տակ էլի մանրամասն։ Բայց բոլորին դեմ եմ շարժումը, այս ամբողջ կարողություններն ունենալով ֆիքսվել է միայն առաջիկա ընտրությունները որպես փորձություն, քաղաքական փորձություն, մեզ համար եւ երկրի համար։ Հաղթահարելու վրա։ Լավ, ձեր կուսակցությունը ինչով է տարբերվում այն կուսակցություններից, որոնք նորից հակաօրակարգ ունեն, այսպես ասեմ։ Ես ինչ ներկայացեցի, դա ամենը տարբերություններ էլի։ Այն որ կարճաժամկետ հարցի լուծման համար է, այն որ բերել ենք մի քվեաթերթիկ, որը երբեք որ մինչև 2005 եղել է, բայց երբեք որևիցե կուսակցություն չի առաջարկել այդպիսի բան։ Այն որ պատրաստ ենք հրաժարվելու մանդատներից հանուն սկզբունքայնության, որ մարդիկ բոլորին դեմ մարդիկ իմանան, որ նենց չի որ մենք իրենց խաբել ենք, ասում ենք բոլորին դեմ ես, դե արի ինձ քվեարկի, ձայնը տուր, ես աշխատեմ, չէ։ Այս պարագայում բայց շփոթություն չի առաջացնի քվեաթերթիկը բոլորին դեմ եմ եւ ձեր կուսակցության Եթե շփոթություն էլ առաջացնի, մեկ ամենք այդ մանդատը դնում ենք, այսինքն ինչ պետք է լիներ են բոլորին դեմ եմ քվեաթերթիկի օրոք, դրանից մի բան ավել լինում է մեր առաջարկի օրոք, դրանից մի բան ավել։ Այսինքն բոլորին դեմ եմ քվեաթերթիկը պատգամավորական մանդատ չէր դառնում, էլի այնտեղ։ Իսկ այս դեպքում ենթադրենք 101 պատգամավոր են, հա, պետք է ենթադրենք, չգիտեմ, համոզեն տանեն իրանց կողմ եւ այլ, որ քվեներ ապահովեն ինչ որ օրենսդրական նախաձեռնության, երբ որ մենք մանդատները դնում դուրս են գալիս, ոչ մեկին չես կարա համոզես, կաշառես, բանանես, տանես քո օգտին քվեարկել տաս։ Հասկանում եք։ Ինքը մի բան էլ ավել, քան բոլորին դեմ եմ քվեաթերթիկն է։ Մենք առաջարկում ենք, ու ինչ առաջարկում ենք, մյուսների կողմից չի առաջարկում։ Չեմ ասում մյուսների առաջարկները, ամեն մեկը իր ճաշակն ունի, իր հասկացողությունն ունի։ Ես այսպես հանդուրժողական եմ մոտենում բոլորի առաջարկներին, հարց չկա, լավ եք անում, բայց մեր առաջարկը սա է։ Ու ավելին ասեմ, ցավոք սրտի իշխանությունը sense tenants, եթե անցավ, եթե էլի այդ կայուն մեծամասնությամբ հայտնվեց, այնտեղ գրեթե անելիք չի մնում մնացած ուժերին։ Բացի այնտեղ գնալ ուղակի գող փիսո քաչալշուն այդ բանավեճից ենկոմ ցավոք սրտի չի անցնելու։ Էլի մնալու է այդ նույն մակարդակի վրա, այդ նույն գործընթացը։ Դրա մի թեթև դրվագ արդեն տեսել ենք հանրայինի մեծ բանավեճի եթերում, մի հատ տեսեք ոնց է, ասենք աղմուկ է։ Իբրև բան են քննարկում իրար հետ անհամաձայն ուժեր, ընդդիմադիր կամ իշխանական ուժեր, բայց միայն աղմուկն ես դու լսում ընդ։ Ահա այդ 5 տարի դա է լինելու։ Այնտեղ 50 րոպե է թե ժամ ու կես է, չգիտեմ ինչքան։ Հանրայինի եթերում, այնտեղ 5 տարի է լինելու դա։ Դե բանավեճի մշակույթը մի քիչ մեզ մոտ լավ զարգացած չի։ Այստեղ ոչ թե բանավեճի մշակույթի հարցն է, այստեղ քաղաքական պատրաստվածության հարցն է։ Ինչքան քաղաքականապես անպատրաստ են մարդիկ, այնքան խոսալու բան չունեն քաղաքական տեքստի առումով, քաղաքական մտքի առումով։ Եվ արդյունքում սկսում են խոսալ բաներ, որոնք փողոցային ինչ որ բանավեճի թեմա է։ Բայց եթե քաղաքական միտք ունեն, օրինակ ասեմ, երկիրը պիտի լինի նախագահական համակարգով, թե խորհրդարանական համակարգով։ Ունեք սա լուրջ բանավեճի թեմա է։ Կարող լսել եք մի օր վեր կենան էսի։ Սահմանադրությունն է, չէ՞, պատրաստվում փոխել։ Ինչի մասին է խոսք գնում։ Մի կետի վրա անկախության հռչակագիրը, սահմանադրության նախաբանում լինելու է թե չէ։ Սահմանադրությունը ահռելի փաստաթուղթ է։ Դա պետության գենետիկ կոդն է, կարելի է ասել։ Պետության կոդը ապրելու հասարակարգի, քաղաքական կարգի, իրավակարգի կոդը ընդ է գրած է, դա համանդրությունն է։ Ու այս ամբողջ կոդից մի հարց է քննարկվում մեր քաղաքական գործիչների եւ ուժերի կողմից։ Այնտեղ հռչակագիր լինելու է թե չի լինելու։ Ուրիշ կետ լսել եք քննարկել։ Ուրիշ կետ, սահմանադրություն է փոխվում։ Ուրիշ կետ չի քննարկվում։ Սա ինչի նշան է։ Սա քաղաքական անհասության, քաղաքական մտքի բացակայության նշան է։ Այնինչ խորհրդարանական է թե նախագահական, էական նշանակություն ունի։ Նախագահի լիազորությունները կամ գործադիրի վարչապետի ղեկավարի լիազորությունները ահռելի մեջ նշանակություն ունի։ Այն մեկն էլ ասում է կիսա նախագահական լինի։ Այս թեման առաջի հայացքից է թվում sense հեչ կապ չունի մեր, ասենք երեխեքի կրթության
կամ չգիտեմ, մեր գույքահարկի հետ, բայց սա ուղիղ գծով գնում կապվում է այն ամենին, ինչ մենք անում ենք։ Առավոտը երեխային դպրոց տանելուց սկսած, բժշկի գնալը, թոշակները, բիզնեսը, մյուս ամենից սրա հետ կապված է։ Եվ փոխանակ այսպիսի հարցեր քննարկենք։ Պարլամենտը մեր ունենալու է 2 պալատ, թե միապալատ։ Ինչի են այն երկրները, որոնք երկպալատ են, 2 պալատ են ունենում եւ ինչու՞ է դրա առավելությունը, ինչու են միապալատ պարլամենտում։ Թվում է թե բան բարձ հարցեր է։ Նախարարներին ով է հաստատում, պարլամենտն է հաստատում, թե գործադիրի ղեկավարը իր ճաշակով է ընտրում, թե պարլամենտն է հսկում։ Սրանք լրջագույն հարցեր են։ Մարզպետերը ընտրովի պիտի լինեն, մարզպետները, մարզերին պիտի որ սա շատ հետաքրքրի։ Թե պիտի նշանակվեն մայրաքաղաքից։ Այսինքն նրանք ովքեր են վերակացու են մայրաքաղաքից նշանակված, թե իր մարզի շահերը ներկայացնող հանրապետության մնացած մարզերի հետ հարաբերություններում եւ կենտրոնի հետ հարաբերություններում մարմինը։ Գործադիրը, մարզպետը, մարզի ավականին ենթադրենք, նույնը քաղաքապետը, քաղաքապետի Դուք որ մոդելի կողմնակից դրանք ես նախագահական մոդելի կողմնակից եմ, մարզպետերը պիտի ընտրովի լինեն, գյուղապետերը, բոլորը պետքա բոլոր այդ պաշտոնները ավականի պարլամենտ եւ գործադիրի ղեկավար պետքա լինեն ընտրովի։ Սա մի հատ մեծ ուրիշ խոսակցություն առաջնային մանդատը ինչ է իրանից ներկայացնում, այսինքն անմիջապես ժողովրդի կողմից, որտեղ եթե դու ուզում ես, որ կոռուպցիա չլինի, հովանավորություն չլինի, ուրեմն պիտի ցանկացած մի պաշտոնյա հաշվետու է նրա առաջ ում կողմից նշանակվել է։ Եթե նա իր համակարգացիների կողմից է նշանակվել, նա նրանց առաջ է հաշվետու։ Եթե նա վերևից է նշանակվել, նա վերևի առաջ է հաշվետու։ Իսկ ինչ պիտի անի կենտրոնական իշխանությունը, ապահովի իրավապահություն։ Մեկը մի կոպեկի խախտում անի, տեղում գալի ձեռնաշղթաները հագցնում է։ Այդ է կենտրոնական իշխանության գործը։ Ոչ թե որոշի ով պիտի լինի մարզպետ, ով պիտի լինի քաղաքապետ, հետո քաղաքապետը ընտրվում է ավականիով, այնինչ պիտի առաջնային մանդատով ընտրվի։ Ասում են, չէ, եսի մեզ ձեռնտու չի, մի հատ քրեական գործով տանում են, մի հատ ԺՊ են նշանակում տեղը։ Սենց բաներ ոնց կարա լինի։ Սա է խնդիրը, թեման քաղաքական, որ մենք պիտի խոսանք։ Եվ սահմանադրություն քննարկելուց օրինակ մի ամբողջ տարի խոսում է սահմանադրությունը փոփոխվելու։ Փոխանակ սա քննարկեն։ Ու էլի հարցեր կա։ Պարոն Մանասյան, այսօր ունենք ընտրովի մարմիններ, բայց այնուամենայնիվ բոլորս էլ կարծում եմ գիտակցում ենք, որ նույն ընտրովի մարմինն էլ այս կամ այն կերպ էլի վերևի հետ հաշվի է։ Որովհետև իրավապահությունը չի իրականացվում։ Մեզ նման երկրում դեմոկրատիա ասվածը որքանով է իրողություն։ Ես հիմա խոսում եմ ռեսպուբլիկանիզմի մասին, ոչ թե դեմոկրատիայի։ Սա հանրապետականությունն է, որը շատ նման է դեմոկրատիային, բայց լրիվ որակապես ուրիշ բան է։ Տեսեք, ինչ տեսակ երկիր ուզում է լինի։ Եթե կենտրոնական իշխանությունները իրավապահ գործունեությունը, ԱԱԾ-ն, ներքին, չգիտեմ, հատուկ քննչական, չգիտեմ, հակահետախուզություն, ամեն մեկը մի գործ ունի անելու։ Եթե իրավապահ մարմինները, դատարաններն արդար են, իրավապահ մարմիններն էլ արթուն են, զգոն են, այդ դեպքում ինչ ուզում է լինի, ինչ պետք է անեն, կաշառ պետք է բաժանեն, ձեռնաշղթաները հագցրեցիր։ Պետք է գնան զանգեն սրան նրան համոզեն, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալի ամբողջ Հայաստանի հեռախոսները միաժամանակ լսել։ Միաժամանակ գաղտնա լսել, նույնիսկ պետք էլ չի ինչ-որ մեր արհեստական բանականությունը դե կընտրի, որ մեկի խոսքի մեջ է ավելորդություն թույլ տրվել։ Երևի թե այդպես էլ գաղտնա լսվում է, բայց ոչ ասենք մեր երկրից էլի, այլ երկրների կողմից երևի այդպես էլ գաղտնա լսվում է, չգիտեմ։ Է որտեղ ես չեպ է տեսնում, որտեղ ես ընտրակաշարքի կասկած տեսնում, գնա հետևից։ Իսկ թե մարդիկ տեղում դու, այսինքն հանցագործներին, զորբաներին, օրինախախտներին մեկուսացրա։ Հələ տեսնեմ մարդիկ չեն ընտրի շնորհքով մեկին։ Կընտրեն, բայց դու դրանց թողել ես շարժի մեջ, չէ՞, հանցագործներ, օրինախախտներ, զորբաներ, թիմային թայֆայական մտածելակերպով գործող խմբեր, դու թողել ես շարժի մեջ։ Մարդիկ արդեն վախում են նրանից, որտեղ տեսնում են անպաշտպանություն։ Կամ պիտի մարդը ինքն անձամբ իրավարչ, ոնց է կոչվում էդի։ Կամ պիտի սամասուդ անի մի խոսքով։
հա, որ ու տանեն իրան նստածնեն, որովհետև ինքը իրավունք չունի, պետք է պետությունը այդ իրավակարգը պաշտպանի։ Մարդը իրավունք չունի։ Քաղաքացին շարքային իրավունք չունի։ Կամ պետք է փաստորեն ինքնիրավչություն անի, հա, կամ ինքը պետք է ինքնիրավչություն անի, հենց բուն քաղաքացին, կամ պետք է պետությունը անի։ Քաղաքացին ինքնիրավչություն արեց, իրան կնստածնեն, փոխանակ են ով որ կարգը խախտել է, նրա հետ խիստ լինեն։ Ու տեսնում են մարդիկ այդ անպատժելիությունը, արդյունքում ասում են, այ մարդ սաղ սուտ է, սաղ սուտ է, գնանք ում ընտրենք, լավ, ասա ում արդեն հիասթափված, բարոյալքված, գնում ինչ որ մեկին ձայն են տալի կամ ընդհանրապես չեն տալի։ Այնպես որ կապ չունի մեր ժողովուրդ հակառակը 1-2 տարում կարելի է այս ամեն ինչը շվեյցարական ժամացույցի պես աշխատացնել, շվեյցարական ժամացույցի պես։ Լավ, ինչ նոր բան եք բերում քաղաքական դաշտ, բացի այն, ինչի մասին խոսեցինք։ Լսեք, բոլորին դեմ եմ մի բան ա բերում քաղաքական դաշտ, ասեցինք ինչ։ Առանձին ավելի երկարաժամկետում, եթե անկեղծ ասեմ, եթե դուք ժամանակ կգտնեք, ինձ դժվար չի գալ ձեզ մոտ հարցազրույցի։ Եթե դուք իրոք ուզում եք ավելի մանրամասը քննարկենք, միգուցե այս ընտրական թողոբոհը անցնելուց հետո, ես առանձին այնքան հետաքրքիր նորություններ ունեմ, բայց դրանք ահռելի թեմաներ են։ Օրինակ, ասեցի ապահովագրության հարցում ոչ թե խումբ առ խումբ, տարիքային կամ չգիտեմ մասնագիտական, այլ ոլորտ առ ոլորտ, այսինքն դիագնոզ առ դիագնոզ։ Սա մի հատ առանձին մեծ թեմա է։ Սահմանադրական փոփոխությունները առանձին ահռելի մեծ թեմա է։ Երկրի հավասարաչափ զարգացումը, որը կոչվում է սուբսիդիարության սկզբունք, սա սուբսիդիա տալու հետ կապ չունի, ավելի շուտ տեղական ինքնակառավարման ինքնուրույնության հետ կապ ունի, այդ թվում ինքնուրույն ֆինանսավորվելու հետ կապ ունի, ինչը նշանակում է հարկաբյուջետային այնպիսի փոփոխություններ, որ օրինակ Վանաձորում հավաքված հարկերը ոչ թե ամբողջությամբ գնում են Երևան, հետո ինչքան պետք է Երևանից հետ են գալի, այլ ինչքան Վանաձորին պետք է, այդքանը մնում են Վանաձորում, նոր մնացածը գնում է Երևան։ Այս ամբողջի մասին մարզերի համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, սկսած շինարարությունից վերջացած կրթությունը, մյուսը։ Այսինքն այն ամեն ինչը պետական միջամտությամբ է տեղի ունենում։ Ինչը պետական միջամտությամբ է տեղի ունենում, այդ ամեն ինչը կարած տեղափոխես մարզեր։ Ինչի վրա պետությունը բյուջեից է փող ծախսում, դա կարած տեղափոխես մարզեր։ Բայց այս ամեն ինչի խոսալու համար մեծ ու երկար ժամանակ է պետք, առանձին վերնագրի տակ թեմաներ են սրանք, որոնք ես իրոք ձեր հետ կքննարկեմ, եթե դրա ժամանակը գտնեք։ Բոլորին դեմ եմը կարող է ընկալվել որպես միայն դեմ եմ, ինչպես եք պատասխանում քննադատություններին։ Որ մի քննադատություն։ Առհասարակնչող քննադատություններին, որ այն ընկալմանը, որ միայն դեմ եմ։ Հա, դեմ, ոնց որ հա։ Ժողովուրդ ջան, բոլորին դեմ են մարդկանց համարը, ովքեր ընտրություններին չեն գնում, արդյունքում նրանց ձայները ավտոմատ գնում է իշխանություններին, կարճ ասել, կամ այլ ուժերի, ենթադրենք այն մյուս ուժերի։ Մենք ասում ենք, եկեք մասնակցեք ընտրություններին, եւ քանի որ դուք ասում եք, այնտեղ բոլորին դեմ եմ, չեմ գա մասնակցեմ, մենք ասում ենք, ահա, բոլորին դեմ եմ, քվեաթերթիկ քեզ, քվեարկի։ Հասկանում եք, այդ բոլորին դեմ եմ, դա այն մարդկանց մասին չի, ովքեր կողմնորոշված են։ Օրինակ, մարդիկ ուզում են գնան X ուժին ընտրեն, բարով գնան։ Y-ին են ուզում գնան, թող գնան ընտրեն։ Մասնակցայնությունը պետքա բարձր լինի։ Սա էլ մի հատ առանձին խնդիր է, ընդհանրապես ժողովրդի մասնակցայնության հարցը, որը կոչվում է անտոմ սուղևորի խնդիր, անգլերեն free rider problem։ Դա այնա, երբ որ մի բարիք, որի ձևավորման համար պիտի բոլորը մասնակցություն ունենան եւ դրանից օգտվում են բոլորը, բայց մեկը գլուխ է պահում եւ այլոց ներդրումների հաշվին ինքը գլուխ է պահում եւ շարունակում է օգտվել։ Հիմա որպեսզի լավ իշխանություն ունենան, որպեսզի դեմոկրատիան, այս դեպքում այդ բառը օգտագործեմ, լիարժեք գործի, պետք է մարդիկ մասնակցեն, քվեարկեն։ Եթե մարդկանց կեսը չի գնում ընտրության, այն մյուս կեսն է գնում ընտրության, դա դեմոկրատիա չի, ժողովուրդ ջան։ Եթե դեմոկրատիայով վերցենք, ուրեմն այդ երկիրը չի ուզում, որ ունենա իշխանություն, որտեղ կեսը չեն գնաց ընտրության։ Եթե դեմոկրատական սկզբունքով դատենք, ապա 49% մասնակցայնություն 21 թվականի ընտրություններին։ Ըստ դեմոկրատական սկզբունքների 51%-ը չի մասնակցել ընտրության։ Ճիշտ է, ճիշտ է։ Ուրեմն 51%-ը չի ուզում իշխանություն, ճիշտ է, ճիշտ է։ Ուրեմն երկիրը լուծարենք։ Դե ըստ դեմոկրատիա երկիրը պիտի լուծարենք։
որովհետև 51%-ը չի ուզում իշխանություն, որ ուզենա գնար կընտրել, էլի։ Ասելիքս որն է։ Բոլորին դեմ եմ այդ նեգատիվը վերաբերում այդ 51%-ին։ Ու նրանց ասում է, եկեք ուզեք էլի դուք պետություն, եկեք ուզեք։ Սերտենից իշխանության համար տարբեր մարդիկ քվեարկելու են։ Դուք էլ եկեք մասնակցեք։ Եթե դժգոհ եք, արտահայտեք այդ դժգոհությունը քվեարկելով։ Ոչ թե խզմզելով, որ խզմզում եք, դա գնում կորում է։ Բոլորին դեմ եմ քվեարկելով։ Տանը նստելով էլ գնում է իշխանություններին։ Ձեր ձայնը մասնակցեք ընտրություններին։ Վերջում էսպիսի մի հարց, լավ քայլ եք արել քաղաքական դաշտում, բժշկությունը չի տժժում։ Տեսեք, բժշկությունը գիտեք ինչքանով է տուժում, եթե անկեղծ եմ։ Ես իհարկե շարունակում եմ բժշկության մեջ, բայց եթե քաղաքականությամբ չզբաղվեի, ապա ավելի շատ կզբաղվեի բժշկությամբ։ Բայց եթե ավելի շատ զբաղվեի բժշկությամբ, գուցե այն հավեսով չզբաղվեի, որով հիմա զբաղվում եմ։ Հիմա ինձ շատ է այն ծանրաբեռնվածությունը, որը կա, այդ ինձ արդեն շատ է, էլի, ասենք պատկերացրեք ամեն օր առավոտը 10-ից մինչև 4-ը մոտավորապես, քանի ժամ արեց։ Մի 8 ժամ արեց։ Չէ, 12-ից դե չէ, 6 ժամ։ Օրը 6 ժամ, դա իմ համար ծանրաբեռնված է արդեն բժշկությունը, որտեղ դե ավտոպիլոտ աշխատանք համարյա չի լինում, էլի, հիմնականում մտածելու գործ է, մտածել։ Հիմա դա ծանրաբեռնում է, ավելի շատ բժշկության բան էի, կամ պետք է բժշկական բիզնես անեի, այսինքն ընդգրկեի, ինչ-որ բժիշկներ հավաքեի, լաբորատորիա, կլինիկա, մյուսը, ինչը չեմ ուզում անեմ, էլի, ես չեմ ուզում իմ կյանքը դրա վրա ծախսեմ, ավելի լավ է ես իմ կյանքը ծախսեմ, բացի մասնագիտականից, էլի, ես իմ կյանքը ծախսեմ երկրում մի բան փոխելու վրա, լուրջ եմ ասում, ընդհանուր քաղաքական դաշտում, քաղաքական մտքի դաշտում ինչ որ բան հասունացնելու, առողջացնելու, վերակենդանացնելու վրա, քան թե ես, չգիտեմ, բժշկության մեջ 2 կոպեկ ավել աշխատեմ։ Չեմ ուզում ես դրա վրա իմ կյանքը ծախսեմ։ Շնորհակալ եմ արդյունավետ հարցադրույցի համար։ Վերջում հիշեցնեմ, որ մեր հյուրը բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ, հայտնի ճանաչված բժիշկ Հայկ Մանասյանն էր։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։